Հասարակական փոքրամասնության ներկայացուցիչները ահազանգում են, որ անդադար բռնության են ենթարկվում Հայաստանում եւ այլն։ Ինչ եք կարծում, հնարավոր է մարդուն բռնության միջոցով ստիպել փոխել սեռական կողմը։ Հնարավոր չէ իմ կարծիքով։ Առհասարակ ինչ վերաբերմունք ունեք բռնության նկատմամբ այդ անձանց նկատմամբ։ Ահավոր կարգի դեմ եմ։ Իսկ այսմիսի մի բան, ինչ է կարծում, իրենց իրավունքները ոտնահարված են, Հայաստանում բռնության են ենթարկվում։ Չէ, Հայաստանում ավելի շատ աճել է իրանց մակարդակը, այսինքն իրանք անհամեմատելի թվով հիմա ջրի երես են դուրս եկել ու չեն ոտնահարվում բնականաբար, քանի որ գնալով ավելանում են, այլ ոչ թե պակասում։ Այսինքն կարծում եք, որ նրանք շատացել են, քանի որ բռնությունն է պակասել նրանց։ Այդ պատճառը չեմ կարող ասել, պրոստը կային այն ժամանակ էր, հիմա ուղղակի արդեն բացահայտված։ Ինչ եք կարծում, արդյոք բռնությամբ հնարավոր է մարդու սեռական կողմնորոշումը փոխել։ Ճիշտ ասած դժվար հարց է, բայց ամեն մեկը պետք է յուրով իր մեջ գտնի այդ ամեն ինչը, որ ճնշում գործադրելը ինձ թվում է ամեն դեպքում սխալ է։ Ինձ թվում է ուղղակի հոգեբանական ինչ-որ շահվածություն կարող է առաջանալ, բայց տենց չգիտեմ։ Ուղղակի կարող է ինչ-որ շահվածություն առաջանալ կարծիքով։ Բռնությամբ ոնց կարող ես փոխել, եթե մարդու գաղափարի մեջ չկա, հոգու մեջ մտորացած նստած չի, ոչ մի բան հնարավոր չի։ Թե տղամարդը, թե կինա, պրծավ փոխել։ Չնայած ես օրինակ դրանց բավականին բացասական եմ վերաբերում, բայց դա իմ կարծիքն է։ Ամեն մարդ իր ճատակագից ունի, իր ապրելակերպ ունի։ Այդքան բան։ Ըստ իմ հիվանդություն է այդ ուղղակի։ Դեմ եմ, բնականաբար դեմ եմ։ Ճիշտ է, ամեն մարդ, ամեն մեկի ինքի իրան որոշումը ուղղակի պրոպագանդային եմ դեմ։ Դեռ ասենք երեխեք ինչ տենում են շուտ սովորում են հենց դերում արել։ Ասենք հա բոլորն էլ զբաղվում են սեռական հարաբերություններով, բայց ոչ մեկ չի ելին պարադանում գիտես ինչ է սերեք տենց դրա համար ես մտածում եմ, որ եթե բռնության ենթարկվում են, շատ քիչ են ենթարկվում, պետք է իրանց այն օրենքից էլ, որ իրանք ընդհանրապես Հայաստանից գնան, ոչ մի տեսակի չլինեն Հայաստանում, թե աղջիկների հետ կապված, թե տղաների հետ կապված, լինեն նորմալ հայ մարդիկ։ Առհասարակ բռնությանը կողմ չեմ եւ բռնությամբ գիտեմ, որ ոչ մի բան փոխել հնարավոր չի։ Ես թվում է ուղղակի հատուկ բժշկական հոգեբանական մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցին եւ բարձել, դե քանի որ համասեռամոլությունը նաեւ գինեկոլոգիական եւ այլ հորմոնալ խնդիրների արդյունքեր կարող է լինել, բացի այն որ մարդիկ այլ առումներով հոգեպես շեղվում են, այդ պատճառով կարծում եմ հենց բժշկական ու հոգեբանական մոտեցումն է լավագույն տարբերակը։ Հասարակական փոքրամասնության ներկայացուցիչները իրենց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները առաջ են քաշում սեռափոխության մասին օրենք Հայաստանում։ Եթե այդպիսի օրենք ընդունվի ձեր վերաբերմունքը, այսինքն որ սեռափոխելը դառնա օրինական, իրենց իրավունքները ավելի ընդլայնվեն, ինչ կարծիք ունենաք ձեր վերաբերմունքը։ Ես հիմնականում բոլոր հարցերի առումով չեզոք եմ, սակայն ավելի շատ դեմ, քան կողմ։ Չեմ կարող ասեմ, գիտեք, չեմ քննադատում, ուղղակի իմ կարծիքով դա ուղղակի, չգիտեմ, շահվածություն է, նորմալ երևույթ չի, երբ որ աղջիկ իրան տղայի ազգում, տղան իրան աղջիկ ազգում։ Ինձ թվում է ճնշում գործադրելով ոչինչ չի փոխվի, որովհետև ինձ թվում է հասուն մարդը ինչ էլ որ իր մեջ որոշումը կայացնում, ինձ թվում է համոզել չի լինի, չի փոխի։ Դրան ես երևի դեմ կլինեմ։ Հա, օրենքով, դա օրենք պետք չի դրա դարձնել օրենք էլի, երբ որ օրենք է դառնում, դա արդեն ինչ-որ միտեղ պարտադրություն է դառնում, ոնց որ թե մարդը այն որ չի ուզում, ինչ-որ մտածում ես, ինչ են այս օրենքը ընդունել, ուրեմն ինչ-որ մի բան տակը կա, չէ, օրենքին իհարկե դեմ եմ կտրանակապես։ Ասած չեմ այդպես օրենքին, բայց դա չեմ զարմանում։ Ինձ թվում է բունտ կլինի, որը էլի սենց կցրվի այդ կարծիքը։ Բռնությամբ չեմ ուղղակի հատուկ տո հիվանդանոցներ բանեն, դրանց տանեն բուժելու։ Այդ բուժել տանեն, ոնց որ ասում են սիֆիլիս տանոց, սպիդանոց, դրանց համար բանեն, թե բուժեն, հոգեբանորեն պատրաստեն, բայց ինչ որ այդ գաղափարախոսության համար օրենք ընդունել, դա սխալ է։ Կտրականապես դեմ կլինեմ։ Առաջիններից մեկը կլինեմ, որ ինչպես ասում են, կբոյկոտեմ նման օրենքի դեմ, որովհետև դա արդեն հասկանում եք, մենք հավատացյալ քրիստոնյա ազգ ենք եւ մեր կրոնին է դեմ գնում եւ այլ առհասարակ ցանկացած հավատացյալ մարդու համար Աստծուն դեմ գնալ է դառնում, ավելի լավ է խնդիրը լուծեն այն առումով ինչու որ կա, քան թե փոխեն եւ դեմ գնան թե բնությանը եւ թե այլ բաներին։ Եթե օրենքը ընդունվի, ես գնամ կապրեմ Ղարաբաղում մեծ սիրով,
այնտեղ հաստատ չէ, թե այստեղ եթե ընդունի գնամ կապնեմ Ղարաբաղը։